Աստված օգնական Սրբազան հայր, կարելի է ձեզ մի քանի հարց տալ։ Աստված պահապան համեցեք ես։ Կարելի է արդյոք մկրտել մարդուն, որը ոչ լիարժեքորեն է հասկանում, թե ինչ է մկրտությունը։ Կարելի է մկրտել այն մարդուն, եթե անշուշտ փոքր երեխա է, տակամին չի հասկանում, թե ինչ է մկրտությունը, բայց միայն մի նախապայմանով, որ եթե կանք հայրը իր վրա կվերցնի այն պարտականությունը, որ երբ այդ երիտասարդ տղան կամ աղջիկը արդեն եկող մեծանա, որպեսզի այն ժամանակ արդեն բացատրի, թե ինչ է մկրտությունը, ինչի համար է այն արվել։ Որքանով է կարևոր կնքահոր ներկայությունը։ Դա սովորություն է, թե հոգևոր հանձնարարություն։ Ես կարծում եմ, որ անպայման է կնքահոր ներկայությունը, որովհետև կնքահայրը այդտեղ ունի նաև պաշտոն, նա պետք է վկայի Աստծո առջև մկրտվողի համար։ Լինում է, որ մարդուն մերժեն մկրտության մեջ, եւ եթե այո, ապա ինչու։ Եթե վերցնենք իմ փորձառությունից, այո, եղել են, մերժել են, եւ որովհետեւ ոչ լուրջ վերաբերմունք նախևառաջ մկրտությանը, ավելին ասեմ, անլուրջ վերաբերմունք, մարդ է եկել էր եւ ասում էր, ես մի անգամ ես իմ բարեկամի մկրտությունն տեսել եմ, լավ է անցել մկրտություն, ինքն էլ է որոշել մկրտվել այդ եկեղեցում, հիմա էլ ինչ որ ուրիշ մկրտություն է, ասում են, նրանից ասում ինչ որ տարիներ են անցել, նորից ուզում եմ մկրտվել, երբ որ հարցրեցի ինչու է զգում դրա կարիքը, նա պատասխանեց, հավեսում եմ, լավ քեֆ անել, հետեւաբար այդպիսի անլուրջ մարդկանց պետք է մերժել։ Ինչպես է մեր եկեղեցին վերաբերվում վերամկրտման հարցին, կա արդյոք դրա մեջ հոգևոր իմաստ։ Գիտեք ինչ, Աստվածաշնչի ավետարանի մեջ Քրիստոս ասում է, որ ամենա աններելի մեղքը դա Սուրբ Հոգու հայությունն է, չէ։ Մկրտությունը կատարվում է դրոշմով, որը որ օծվում է Սուրբ Միրոնով բոլոր զգայարանները, չէ։ Եվ դա հենց Սուրբ Հոգու խորհրդանիշն է, որը իջնում է մարդու վրա։ Հետևաբար վերամկրտությամբ նշանակում է ոչ միայն չեղարկել, այլ առոչինչ համարել այն Սուրբ Հոգին, որը ժամանակին իջել է քո վրա, այսինքն Միրոնը ոչինչ համարել։ Միրոնը ոտնակոխան է, այդպես կարելի ասել, հետևաբար դա ես կարծում եմ, որ Սուրբ Հոգու հայրանք է, հայրանք կարելի է համարել, հետևաբար անընդունելի է։ Եթե անձը ուզում է մկրտվել, իսկ հարազատները դեմ են, ինչպես վարվել։ Եթե անձը չափահաս է, ապա նա ինքը պետք է որոշի հարազատները։ Երբ անձն ասում է, ես առանց մկրտվելու եմ, լավ մարդ եմ, ինչ կարելի է նրան պատասխանել։ Ես պատասխանը հետևյալ կերպ, լավ մարդը ամենտեղ է լավ մարդ է, չէ՞, բայց նրանց կարելի վերցնել անձնագիրը եւ թող շարունակեր ապրել։ Մկրտությունը դա հոգեվոր անձնագիրն է մարդու, ինչով դառնում է քրիստոնյա, ինչպես մենք վերցնում ենք անձնագիրը դառել ենք Վրաստանի քաղաքացի կամ Հայաստանի քաղաքացի անձնագրով, չէ՞, կամ ուրիշ երկրի քաղաքացի, մկրտությունն դա այն հոգևոր անձնագիրն է, որը որ մեզ մեր համար ճանապարհ է բացում մեր հոգևոր կյանքի մեջ, հետո լավ մարդ է, թող առանց անձնագիրը ապրի։ Պարտադիր է մկրտվելու համար ունենալ մեծ ոսկե խաչ եւ նշել շքեղ ռեստորանում։ Եթե ունի լավ ոսկե խաչ, թող ունենա, դա շատ լավ բան է ոսկե խաչ ունենալը, բայց ընդհանրապես կարևոր չի, կարևորը ունենալ խաչը հոգու մեջ, եւ կարող ենք ունենալ փայտի խաչ, բայց հոգու մեջ ունենալ այդ ձեր տեսած ամենամեծ, ամենագեղեցիկ ոսկու խաչից էլ ավելի մեծ եւ ավելի գեղեցիկ խաչ, դա է կարևորը։ Իսկ ինչ վերաբերում է ճոխ ռեստորաններին, ընդհանրապես կարևոր չի։ Ճոխ ռեստորան կարելի է կազմակերպել եւ քեֆ անել անպայման չի մկրտվել դրա համար։ Անչափ շնորհակալ եմ Սրբազան հայր, Աստված օգնական։ Խնդրեմ, Աստված պահապան։